Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի գլխավորությամբ մեծ ամբիցիաներ ունի։ Ահա այդ ամբիցիաներից մեկի արդյունքը։ Երևան աշտարակ մայրուղու մի հատվածը փակվել է, վերածվելով մրցուղու, եւ այս միջպետական ճանապարհը փակելը, ինչպես ասում են, կատակ բան չէ։ Իսկ քանի որ ճանապարհը ուղղագիծ է, ուրեմն մենք գտնվում ենք դրագ ռեյսինգի մրցուղու վրա։ Մրցարշավը կազմակերպել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ավտոսան ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է բարդալ ավտոյուղերի ու հավելանյութերի ապրանքանիշը։ Այսօր Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի 2025 թվականի գավաթի առաջնությունն է։ Այս մրցարշավն առանձնանում է այն բանով, որ ժամանել են մի քանի թիմեր հարևան Վրաստանից։ Հաշվի առնելով, թե որքան զարգացած է ավտոսպորտը Վրաստանում, Հայաստան ժամանած թիմերը կարող են լուրջ մրցակցություն ապահովել հայաստանյան արշավորդներին։ Դրագ ռեյսինգը միայն հզորության ու արագության մասին չէ, այն նաև գեղեցկության ու նրբագեղության մասին է։ Բոլիդները, որոնցով այսօր արշավորդները կմասնակցեն մրցությանը, այլ կերպ, քան գեղեցիկ ու նրբագեղ չես անվանի։ Toyota Altezza, Mercedes-Benz, BMW, Toyota Supra, նույնիսկ Ferrari։ Սա միայն մի մասն է այն մակնիշներից, որոնք ներկայացված են մրցարշավին։ Նրանց միավորում է մեկ բան՝ հաղթելու անհագ ցանկությունը։ Հենց այդ մասին է վկայում Facebook-յան գրառումը, որը կատարել է Վրաստանում բացարձակ ռեկորդակիր Շոթա Բաբոլիձեն։ Նա գրել էր, որ իրենք կփորձեն վաստակել հայաստանյան ամենաբարձր մեդալը։ Դե ինչ, տեսնենք փորձը որքանով կհաջողվի։ Ավելորդ չէ նշել, որ Շոթան քառորդ մղոնը Ռոստավի միջազգային մրցուղում հաղթահարել է 9.65 վայրկյանում, իսկ սա նշանակում է, որ նրա դեմ լուրջ մրցակցություն կարող է ապահովել Հայաստանի ռեկորդակիր Գառնիկ Մկրտչյանը։ Շատ հաճելի է, Հայաստանում նման մասշտաբի միջոցառումներ են կազմակերպվում, նման մրցարշավեր, որտեղ ոչ միայն հայ ավտոսիրողներն են կարողանում իրենց ուժերը չափել, այլև հյուրեր կան նաև Վրաստանից։ Բավական հետաքրքիր ներկայացուցչական միջազգային մրցաշար ստացվել։ Բնականաբար Բարդալը որպես պրեմիում դասի յուղեր պետք է լիներ այս մրցաշարին մասնակցեր, աջակցեր, համագործակցեր։ Շատ ուրախ ենք, շատ հաճելի է, շատ հետաքրքիր է անցնում։ Բնականաբար Բարդալը ոչ միայն յուղեր հետաքրքիր, այլև հավելումներ ունի, եւ յուղերի համար հետաքրքիր հավելումներ եւ վառելիքի համար, այսինքն հենց սպորտային դասի մեքենաների համար հատուկ հավելումների, որը օկտանը բարձրացնում է եւ հնարավորություն տալիս մեքենային ամբողջ շարժիչի ամբողջ հզորությունը դրսևորել։ Здравствуйте, я Андрей из Грузии. Մենք մեր թիմով եկել ենք մի քանի մեքենաներով։ Այս Audi TT-ի տուրբինացված շարժիչի ծավալը 1.8 լիտր է։ Թափանիվի վրա հզորությունը կազմում է 1000-ից ավելի ձիաուժ։ Լավագույն ժամանակը 9.1 վայրկյան է։ Հույս ունենք այսօր այդ ցուցանիշը կհասցնենք 8 վայրկյանի։ Վրաստանից եկած 12 ավտոմեքենաներից 3-ը մեր թիմինն է։ Subaru Impreza-ն, Lexus-ը, որի հզորությունը 1500 ձիաուժ է, եւ հետնակարշակ բոլիդների մեջ նույնպես ռեկորդակիր է եւ այս Audi-ն։ Եղանակը լավն է, շատ շոկ չէ։ Ասֆալտը նույնպես։ Կպչունությունը շատ ավելի լավն է, քան անցած անգամ, որ մրցում էինք Ռուսթավիի տրեքում։ Հուսամ նոր ռեկորդներ կունենանք այսօր։ И надеемся, что новые рекорды будут сегодня. Դե ինչ, նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարված են։ Ժամանակն է ազդարարել մեկնարկը։ Այս առաջնության համար սահմանված է 7 դաս։ Մեկնարկում է առաջին դասը, մինչև 3.2 լիտր ծավալով շարժիչով բոլիդներ։ Այս դասում գրանցված արշավորդներն են Վահագն Գապոյան, համար 99 BMW, Ասպուրակ Չոպիկյան, համար 66 BMW,
Արտակ Թադևոսյան, համար 15, BMW, Ռիփսիմե Ջանգիրյան, համար 72, Alteza, Հայկ Մանուկյան, համար 37, BMW։ Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է, ավտոյուղերի բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Քեշուա Արմենիան, Արզնիկատ ընկերությունը, GH Stone-ը, CarX ընկերությունը։ Առանձնակի ուշադրության է արժանի Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդաշարին և Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Երկրորդ դասն է մեկնարկում։ Բոլիդներ սարքավորված 3.2-ից մինչև 4.4 լիտր ծավալով շարժիչներով։ Այստեղ գրանցված մասնակիցները 9-ն են։ Փաթրիկ Աղասյան, համար 96, Ford Mustang, Ասպուրակ Չոփիկյան, համար 66, BMW, Սարո Վարդանյան, համար 7, BMW, Վիկտոր Խանջյան, համար 23, BMW, Աշոտ Նազարյան, համար 21, BMW, Արայիկ Սուքյասյան, համար 19, BMW, Վահե Բասենցյան, համար 20, Golf, Սողոմոն Մկրտչյան, համար 32, BMW, Հայկ Մանուկյան, համար 37, BMW։ Իրավամբ այս դասը կարելի է համարել BMW-ների դաս։ Մրցարշավն անցկացվում է օլիմպիական մրցականոններով։ Այսինքն երկու մրցարշավորդներից պայքարը շարունակում է երկու հաղթանակ տարած արշավորդը։ Այս մրցարշավը առանձնանում է նրանով, որ մեկնարկային գոտում հավաքված հանդիսատեսը կարող է ուղիղ եթերի ռեժիմով հետևել բոլոր մրցելույթներին սկզբից մինչև վերջ։ Այդ հարցում օգնության է հասել Gesso Production ընկերությունը, որը հենց մեկնարկային գոտում տեղադրել է հսկայական LED էկրան, որի վրա ցուցադրվում է յուրաքանչյուր զույգի ֆինիշը։ Դա թույլ է տալիս ներկաներին լիովին վայելել մրցարշավի ամեն մի պահը։ Իդեպ, Gesso Production ապրանքանիշի լոգոտիպով էլ բրենդավորված է Գառնիկ Մկրտչյանի բոլիդը։ Это машина Toyota Supra։ Այս Toyota Supra-ն, որով մենք պատրաստվում ենք մրցել, սարքավորված է մոտավորապես 750 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Low boost-ով և տուրբոյով հասնում է մոտավորապես 1200 ձիաուժի, սակայն փոխանցումատուփը դեռևս ծրագրային համապատասխանեցված չէ։ Իմ մյուս մեքենան այն BMW X3-ը, SUV դասի է։ Եկել ենք մասնակցելու այս հետաքրքիր դրագարշավին։ Просто приехал смотреть трак или все։ 4.4 լիտրից ավելի ծավալով շարժիչներով սարքավորված բոլիդները կազմում են երրորդ դասը։ Այստեղ գրանցված է 21 մասնակից։ Միխայիլ Ֆունկ, համար 77, Toyota Alteza, Գրիգոր Գևորգյան, համար 34, BMW, Աշոտ Արուշանյան, համար 30, BMW, Արսեն Մանասյան, համար 28, BMW, Սիրական Համբարձումյան, համար 9, BMW, Կարեն Մովսիսյան, համար 24, BMW, Գևորգ Ղուկասյան, համար 2, BMW, Գևորգ Խաչատրյան, համար 12, BMW, Արամ Ստեփանյան, համար 11, BMW, Թելման Վարդանյան, համար 16, Mercedes, Հարություն Հախվերդյան, համար 43, Ferrari, Ալեքսեյ Բասենցյան, համար 41, BMW, Գեորգի Լագիձե, համար 29, Mercedes Գոչա Սակվարելիձե, համար 27, Mercedes Ջաբա Լաբաձե, համար 26, Mercedes CLK, Դավիթ Բերիձե, համար 25, Mercedes, Ջումբերիկ Վարելաշվիլի, համար 4, Supra,
Սերգեյ Ավակյան, համար 35, Infiniti, Արմեն Արուստամյան, համար 36, BMW, Վարդան Պետրոսյան, համար 38, BMW, Տիգրան Սահատչյան, համար 42։ Ընդհանրապես այս դասը արշավորդների քանակով ամենամեծ դասն է։ Այս մրցարշավի անվտանգությունը ապահովելու համար երախտիկի խոսքեր պետք է ասել պետական անվտանգային կառույցների աշխատակիցներին։ Բարեկային ու հրշեջ ծառայությունների և շտապ օգնության ստորաբաժանումները հերթապահություն են իրականացնում, որպեսզի կարողանան հնարավորինս արագ արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի։ Շնորհակալություն նաև Արմոբիլ պահնորդական ծառայության աշխատակիցներին, մրցողու և հանդիսատեսի անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու համար։ Շնորհակալություն Gesso Production-ին այս աննախադեպ հնարավորության համար, սա հսկայական աջակցություն է ավտոսպորտին։ Drag Racing-ի մրցարշավները չեն անցկացվում առանց լիակարշակ բոլիդների։ Այս բոլիդները կազմում են առանձին դաս, որտեղ գրանցված է 13 արշավորդ։ Աշոտ Արուշանյան, համար 30, BMW, Տիգրան Պողոսյան, համար 1, BMW, Դավիթ Մկրտչյան, համար 8, BMW, Դերենիկ Գեմալմազյան, համար 90, BMW, Միշա Գևորքյան, համար 6, BMW, Սոս Ավետյան, համար 10, Audi, Հարություն Հախվերդյան, համար 71, BMW, Աբրահամ Ադուրյան, համար 33, BMW, Կարեն Մկրտչյան, համար 55, BMW, Ռամինի Չոգովաձե, համար 31, Mercedes Անրի Պուտկարաձե, համար 17, Subaru Impreza, Ջումբերիկ Վարելաշվիլի, համար 3, Տարիել Գուչավիշվիլի, համար 88, Audi։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում սպորտ պրոֆեսիոնալ մոնոքարշակ Atmo դասի մրցելույթները։ Այստեղ գրանցված է 3 մասնակից։ Արմանդ Սիսակյան, համար 22, Chevrolet, Ռուբեն Եդիգարյան, համար 5, Արտաշե Սարաքելյան, համար 39, BMW։ Չափազանց հետաքրքիր դիմակայություն է սպասվում սպորտ պրոֆեսիոնալ մոնոքարշակ բացարձակ դասում։ Ընդամենը 2 մասնակից, բայց նրանցից մեկը ներկայացնում է Հայաստանը, մյուսը Վրաստանը։
Գառնիկ Մկրտչյան, համար 14, Mercedes-Benz։ Ձևափոխվել է օդի սառեցման համակարգը։ Առաջ տեղադրված է 4 ինտերկուլեր, հիմա տեղադրված է ջրով հովացում, մեթանոլի սիստեմա համալրված, թազա մեթանոլի սիստեմա դրված, Վրաստանից եկել են շատ հզոր մեքենաներ, որից մեկը այս պահին 1400 ձիաուժ է, իր լավագույն ժամանակը 9:06 վայրկյան է 1 քառորդ մայլը իրանց մոտ, չեմ կարող ոչինչ բան ասեմ, կարող է իր նույն ժամանակը ստեղ ցույց տա, կարող է եւ մի քիչ ցածր լինի իր ժամանակը։ Եթե եղանակը սյուրպրիզներ չբերի, մնացածը լավ է լինելու։ Շոթա Բաբիլոձե, համար 91, Lexus EC 200։ Նրանք ունեն չափազանց մոտիկ անձնական ռեկորդ, բայց այժմ այդ ռեկորդները ոչինչ չեն նշանակում։ Նրանք դուրս են եկել միմյանց դեմ եւ հաղթում են նա, ով հաղթում է 2 անգամ։ Մեկնաբանություններն արդեն ավելորդ են։ Ամեն ինչ կարծես ավարտվում է, ժամանակն է ամփոփել արդյունքները։ Մինչև 3.2 լիտր ծավալով շարժիչով բոլիդների դաս, երրորդ տեղ Արտակ Թադևոսյան, երկրորդ տեղ Հայկ Մանուկյան, առաջին տեղ Ասպուրակ Չոփիկյան։ 3.2-ից մինչև 4.4 լիտր ծավալով շարժիչներով բոլիդների դաս, երրորդ տեղ Վահե Բասենցյան, երկրորդ տեղ Սարո Վարդանյան, առաջին տեղ Ասպուրակ Չոփիկյան, 4.4 լիտրից ավելի ծավալով շարժիչներով բոլիդների դաս, երրորդ տեղ Սիրական Համբարձումյան, երկրորդ տեղ Գեորգի Լագիձե, առաջին տեղ Հարություն Հախվերդյան, լիակարշակ բոլիդների դաս, երրորդ տեղ Տարիել Գուչավիշվիլի, երկրորդ տեղ Անդրի Պուտկարաձե, առաջին տեղ Հարություն Հախվերդյան, Sport Prof, մոնոքարշակ ատմոդաս, երրորդ տեղ Արմանդ Սիսակյան, երկրորդ տեղ Ռուբեն Եդիգարյան, առաջին տեղ Արտաշես Արաքելյան, Sport Prof բացարձակ մոնոդաս, երկրորդ տեղ Շոթա Բաբիլոձե, առաջին տեղ Գառնիկ Մկրտչյան։ Այսօր այսքանը, Ավտոդրայվի այս թողարկումը ևս ավարտվեց։ Շնորհակալություն հայտնենք Ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն Բարդալ ավտոյուղերով, պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Մեր աջակիցներն են Քեշուա Արմենիա, Արզնի Կատ ընկերություն, GH Stone ընկերություն, CarX ընկերություն, առանձնահատուկ շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Շնորհակալություն Ավտոդրայվին ու Drive Media-ին աջակցելու համար։ Կհանդիպենք։